Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Սոնան լուր կանգնած է Վռամյան կողնու կողքին։ Սենյակում տիրում է սուր լռություն, որը ընդհատվում է միայն սարքերի միատեսակ զարկերից։ Սոնան ձեռքերը սեղմել է իրար, փորձում է ուժ գտնել խոսելու, մոտ լինելու Վռամին, բայց վերջինս շրջում է դեմքը։ Նրա ձայնը թույլ է, բայց բառերը ծանր։ Ասում է, որ չի կարող ներել Սոնային իրեն մենակ թողնելու համար։ Սոնան չի փորձում արդարանալ, նա գիտի, որ մեղավոր է։ Պարզապես ասում է, որ այսուհետ երբեք նրան մենակ չի թողնելու, ինչ էլ Վռամը ասի։ Ասում է, որ նստելու է հիվանդանոցում այնքան, որքան պետք լինի, եւ ոչ ոք իրեն դուրս չի հանի այստեղից։ Մի քանի րոպե անց հիվանդասենյակի դորը բացվում է, ներս են մտնում բժիշկն ու Անիկը։ Անիկը աչքերը անգամ չի փորձում թաքցնել, հուզված, բայց որքան էլ լինի, նա ուժ է դրել իր մեջ ամուր կանգնելու համար։ Բժիշկը մոտենում է Վռամին եւ ասում է, որ եկել է կարևոր փուլ սկսելու ժամանակը։ Վռամը պետք է նստի, փորձի ոտքի կանգնել, թեկուզ մի քիչ, որպիսի պարզ լինի, ինչ փոփոխություններ են արվել։ Սակայն հենց որ բժիշկն աջակցում է Վռամին նստելու համար, ամեն բան փոխվում է։ Վռամը սեղմում է ափերը, ճիք է անում, բայց չի կարողանում շարժվել։ Նա շնչում է անհանգիստ եւ վերջապես ասում է այն մի նախադասությունը, որ սենյակի օդը սառեցնում է։ Ինքը չի զգում իր ոտքերը։ Անիկը կարծես կանգ է առնում օդում, իսկ Սոնան բախվում է հերթական սարսափին։ Բժիշկը փորձում է հանգստացնել, ասում է, որ նման բաները նորմալ են նման ծանր գլխային վնասվածքներից հետո, բայց միաժամանակ ձայնը դառնում է լուրջ։ Բժիշկը չի կարող խոստանալ, որ Վռամը երբևէ նորից քայլելու է։ Մոտ ապագայում նա ամենայն հավանականությամբ ստիպված է լինելու տեղափոխվել անվասայլակ։ Սենյակում տիրում է ծանր լռություն, որը մեկ վայրկյանում փոխում է Սոնայի ու Անիկի շունչը։ Սոնան փորձում է մոտենալ Վռամին, բռնել նրա ձեռքը, բայց Վռամը թույլ չի տալիս, ասելով, որ չի ցանկանում, որպեսզի իրեն խղճան։ Այս ընթացքում Նարեի կյանքում տեղի է ունենում մի այլ, ավելի մութ ու ողբերգական տեսարան։ Նա բացում է հորննջասենյակի դուռը առանց մտածելու, առանց կռահելու, թե ինչ է լինելու ներսում։ Եվ հենց այդ պահին լսվում է կրակոցի ձայնը։ Սակոն նստած է սենյակի մեջտեղում ձեռքում զենքը, իսկ գնդակը գրեթե դիպել էր գլխին, միայն մի քիչ շեղվել էր։ Նարեն մի պահ քարանում է, հետո ճիխը դուրս է պրծնում իր կրծքից։ Նա վազում է դեպի հայրը, գոռում, լացում, փորձում հասկանալ, թե ինչու է նման քայլի գնացել։ Սակոն չի խոսում, նա նույնիսկ չի փորձում բացատրել։ Նարեն ցավից խելագարված մտածում է, որ այս ամենը տեղի է ունենում Աշոտի սպանության մասին ճշմարտության պատճառով։ Սակայն Սաքոն տանջվում է բոլորովին այլ բանից։ Նրա գլխում դեռ հնչում են Աբոյի դաժան նվաստացուցիչ խոսքերը, որոնք նա լսել էր իր առևնակման պահին։ Խոսքեր, որոնք կոտրել էին իրեն ներսից, խլել վերջին ուժն ու արժանապատվությունը։ Նարեն շնչակտուր, ամոկվելու փորձերով դուրս է գալիս խոհանոց ջուր խմելու համար։ Ձեռքերը դողում են, շունչը խզվում է եւ հենց այդ պահին հնչում է հեռախոսի զանգը։ Էկրանին Հայկի անունը։ Նրա ձայնը մտահոգ, ուժեղ, անմիջապես նկատում է Նարեի հոգեվիճակը, ասում է, որ ինչ որ բան այն չէ, բայց Նարեն չի համարձակվում պատմել ճշմարտությունը։ Նա գիտի, որ այս պատմության մեջ նոր թափվող լույսը կարող է պայթեցնել ամեն ինչ։ Նա լռում է, փորձում է ձայնը հավասարակշռել ու թաքցնել կատարվածը, մտածելով, որ գուցե ժամանակը ինչ որ բան կշտկի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սաքոն կասի Նարեին, որ Աբոն իրեն առևնակել էր։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կեսը աղբերես։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա սուտ մեջը։ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասի փորձիկացի հեչ լավ է, չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում, չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, երեք։ Գոնե համամով, Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում
շոկոլադա։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախ։ Ահ ինչի համար։ Կա բացում ահա։ Կա աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Տեսնում եք նայես 4 մասի, այսպես։ Եղա։ Իբա տեղափոխում ջար։ Չպնել դաշում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չեն քարել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մալինյան համով է։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեվա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Vay, մամայ սարիչին եմ սիրում, սապաս։ բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և հիմա մի կիբը, սարսափելի կիբ, 81 սանտիմետր։ 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70, մինիմալ իմ նպատակն։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղարի հայտնենք թերթը Եմինալինյա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահ, բան ստացվեց, բայց